Ես մեր այս բանախոսության կամ զրույցի ընթացքում կջանամ առաջադրված թեմայի շրջանակներում ձեզ ներկայացնել գրական մի մեծ երևույթ, որը այսօր ցավոք քիչ է ներկայացվում, կամ էլ ներկայացնում են այն որակի մարդիկ, ովքեր դեռևս չեն խորացել նյութի մեջ։ Իմ ամբողջ կյանքը եղել է հայ գրականության նվիրում եւ երկար տարիների համալսարանական դասախոսական աշխատանքը ինձ նախ եւ առաջ պարտավորեցնում է շատ զգույշ լինել գրականագիտական խոսքի հետ, վերլուծական խոսքի հետ, որովհետեւ մենք գործ ունենք մեր մշակույթի մի շատ կարևոր էական շերտի հետ։ Եվ թեման ինձ պարտավորեցնում է մի քիչ հետ նայել և 19-րդ դարի մոտավորապես կեսերը գնալ, որովհետև մեր նոր քնարերգության զարգացման սկիզբը այդ տարածքում պիտի որոնենք։ 50-60-ական թվականներին, երբ որ գրական ասպարեզում էր Միքայել Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի, Մկրտիչ Պեշիկ Թաշլյանի, Պետրոս Դուրյանի, Սմբատ Շահազիզի սերունդը, այդ ժամանակներից կարելի է ասել հայ բանաստեղծության մեջ ամբողջ ուժով հնչեց հայ մարդու, հայության հայրենիքի և ընդհանրապես ազգության թեման։ Եվ այդ թեման մարմնավորում էին ոչ ավել ոչ պակաս հիշածս հեղինակները։ Ինչու պիտի սկսենք նախանցյալ դարի 50-60-ական թվականներից, երբ որ Եղեռնը իրականում կատարվել է 19-րդ դարի վերջերին, 20-րդ դարի առաջին տասնամյակներում։ Եղեռնի տեսակներ կան, որ մինչև հիմա էլ շարունակվում են։ Պատճառն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների ամբողջ այդ տեսանկարը հին պատմություն ունի, միայն մի հատված չի կարելի վերցնել եւ ասել այդ տեսեք ցեղասպանությունը սա է, Եղեռնը սա է։ Հավիտենական կռիվ, հավիտենական հիվանդի հետ։ Այս հավիտենական հիվանդ արտահայտությունը Եղիշե Չարենցինն է, թուրքերին նկատի ուներ, կամ թուրք պետությանը։ Եթե մենք ուշադիր նայում ենք Մկրտիչ Պեշիկ Թաշլյանին, ապա տեսնում ենք, որ նրա շատ բանաստեղծություններ իսկապես էլ դարձել են մեր ազգային հայրենասիրական պոեզիայի հիմքը։ Ես նկատի ունեմ ոչ միայն 62-63 թվականներին գրած Զեյթունի երգեր կամ Զեյթունյան երգաշարը, այլև դրանից ավելի վաղ գրած մի քանի բանաստեղծություններով նա սկիզբ էր, նոր սկիզբ էր ազդարարում հայ բանաստեղծական մտածողության մեջ։ Նկատի ունեմ առաջին հերթին Ծերն Վանա վերնագրով բանաստեղծությունը։ Սա թարգմանելու կարիք չկա, բոլորիդ հասկանալի է։ Ով նազուհի դուստրիմ մեհեկ, Շուշան ու վարդ դաշտոց մերոց, Եկուր ծերուկ ու հորդ հեգ, Առաջնորդ է ի ձորն հայոց։ Սա պիտի մեկնաբանել այսպես. հայրը, ծերունի հայրը, դիմում է իր դսվիկին, որի անունը Մեհեկ է, և նրան խնդրում է եկուր ծերուկ ու հորդ հեգ, առաջնորդ է ի ձորն հայոց։ Այսինքն առաջնորդիր հայոց ձոր։ Ինչու հայոց ձոր, որովհետև հայոց ձորում է տեղի ունեցել Հայքի և Բելի ճակատամարտը։ Այսինքն նորից Հայքի և Բելի օրերն են, լինել չլինելու օրեր են, ինքնապաշտպանությամբ ազգը, ժողովուրդը, հայրենիքը պահելու ժամանակներ են, և երկրի ու ժողովրդի համար ստեղծված իրավիճակը
մոտավորապես այսպիսին է. Գոց են ամպով աստղունք և հույս, դեր շատ հեռու է արշալույս։ Մյուս տան մեջ արդեն Բեշիկտաշյանը հոր և դստեր երկխոսությունն է շարունակում, որտեղ հայրը դստրիկին ասում է. Քո սիրատարփ կտրիչ նարտակ տխուր երգեց ող այս գիշեր, սերն էր երգոց յուր նպատակ, բայց թորգոմած զաղեց սնհիշեր։ Այսինքն թորգոմատան Հայաստանի աղետներն էր հիշում, երգի նպատակը սերն էր, բայց սիրուն տրվելու ժամանակ չկա, հնարավոր չէ։ Նույն այդ Բեշիկտաշյանին ենք պարտական, եղբայր ենք մեկ երգի համար, որ բոլորիդ հայտնի է, պարտական ենք Զեյթունյան երգերի համար, որոնց մեջ 4 բանաստեղծություն կա, 4 երգ կա, հայ քաջորդին, մահ քաջորդվույն, թաղումն քաջորդվույն և հայ քաջուրին։ Այս բանաստեղծություններից մանավանդ երկուսը մահ քաջորդվույն և թաղումն քաջորդվույն բանաստեղծությունները ամբողջ հայոց պատմության բանաստեղծական խտացումներն են։ Մենք ցավոք հիմա հասել ենք մի աստիճանի, մի մակարդակի, երբ սովորական պարզ տրամախոսությունը իմաստաբանելու, ճամարտակելու կարողությունը շփոթում ենք բանաստեղծության հետ։ Մինչդեռ բանաստեղծությունը ուրիշ կարևոր հատկանիշներ էլ պիտի ունենա։ Եվ Բեշիկտաշյանի այս բանաստեղծությունները այնքան են տպավորիչ, այնքան են ազդեցիկ, եւ Բեշիկտաշյանը այնպիսի մեծ հեղինակություն էր արևմտահայ իրականության մեջ գոնե, ես հիմա խոսեմ նաև թե արևելահայ իրականության մեջ ինչպես, որ երբ Պոլսի վարժարաններից մեկը ավարտած Դանիել Վարուժանին պիտի ուղարկեին Վենետիկ, նույն վարժարանում սովորելու, որտեղ ժամանակին Բեշիկտաշյանն էր սովորել, Արիստակես Քասկանդիլյան անունով ուսուցիչը իր հանձնարարական նամակում գրել է. Ձեզի կղերկեմ նոր մկրտիչ Բեշիկտաշյանը։ Այսինքն կանոնիկ բանաստեղծության իսկական դասական նմուշներ է ստեղծել Բեշիկտաշյանը, հենց դրա համար էր Պարուրսևակը 1968 թվականին նրա մահվան 100-ամյակի առթիվ գրում, թե մեր նոր քնարերգության առաջին մեծը և առաջին դասականը, այսինքն Բեշիկտաշյանը։ Պատկերացրեք, ինչքան է հեռու մեզնից, 100 և ավելի տարիներ, բայց ինչքան է մոտ, ոնց որ այսօրվա դեպք։ Ասենք թե Զեյթունցի հերոսները Ազիզ Փաշայի 15,000-անոց թուրքական կանոնավոր զորաբանակին կարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ և նրանց ջախջախելով հետ չբրդել։ Բայց կռվում էին բոլորը համախումբ, բոլորը միասնաբար։ Մայրը ինքն էր իր տղային կամավոր ուղարկում թուրքի դեմ կռվելու։ Եվ դա հստակ երևում է բանաստեղծությունից։ Ով որ կարդա կամ ունկնդրի, անմիջապես կհասկանա, որ Զեյթունցի քաջամարտիկը նախ եւ առաջ ստացել է ընտանեկան դաստիարակություն, հետո դպրոցական դաստիարակություն, եւ վճռական է եղել մոր դաստիարակիչ դերը։ Հայտնի է պատմական իրողությունը, պատմական փաստը, որ Մելիքսեդեք Քասիմյան անունով 20 տարեկան մի հայ պատանի մոր հորդորով մեկնում է թշնամու դեմ կռվելու, բայց մարտի ավարտից հետո գնում է դիակների մեջ իր որդուն փնտրելու,
Եվ այս պահին է, որ կայանում է մոր և մահամերձ որդու վերջին հանդիպումը, հանդիպում վերջին շնչում։ Շատ հետարքիր բիզրույց է կայանում, որտեղ ամեն ինչ մորը պարծանքով պատմում է տղան։ Դու զով խնդրես մայրի մանուշ, եկ մի դողար, մոտեցիր հոս, անլաց աչոք դիտե զորդիդ ու յուր վերքերն արյունահոս, թրքած մայրեր թող լան ու դուն ուրախ լուրեր տարի զեյթուն։ Ինչպես երբեմն օրրանից մոտ կակուղ ձեռքով փայփայելով իբրև հրեշտակ նվագեիր հետերմիտով մռացա զիս հանգչեց սուր ի հող ու դուն ուրախ լուրեր տարի զեյթուն։ Բանաստեղծության մեջ ընդգծվում է մի շատ կարևոր գաղափար։ Մենք ցավոք երբեք չենք հարձակվել թշնամու վրա։ Մենք միշտ եղել ենք ինքնապաշտպանվողի դերում։ Մռնչեցան ինչպես վիշապ ու մեզ վրա հարձակեցան։ Ով հայրենիք ի հուր ի բոց քեզ համար մեր սիրտ կվարվեցան, կարմիր ներկվան դաշտ կմեր ու դուն ուրախ լուրեր տարի զեյթուն։ Ու ծապ զարկին մեր հարց ոսկերք, մեր հայրերի ոսկորները, զի չեմ մարած հայոց կրակ, ու ցնծացին այնչափ զոհեր, զի լուծավ վրեժն հարյան վտակ, խնդաց մասիս մայրի մուդուն ուրախ լուրեր տարի զեյթուն։ Վերջին համբույր մտամ մայրիկ, հատուցանեց զայն սիրու հույս, վերջին անգամ գրկեմ մեր հողն, ուր արտկիչնամ ի ծոցնան լույս, խաչ մտնկե վրաս ու դուն ուրախ լուրեր տարի զեյթուն։ Վերջին խոսք, վերջին շունչ, բայց սերունդներին ուղղված կենսական կարևորագույն նշանակություն ունեցող պատգամ։ Հիմա այս Պեշիկ Թաշլյանը անպայմանորեն ուսուցիչն էր Ալիշանի հետ միասին, բանաստեղծական այն սերնդի, որ ասպարեզ եկավ 90-ականի վերջերին և 900-ական թվականներին։ Եվ դուք տեսնում եք ու համոզվում, կամ գուցե հետագա մեր զրույցը ավելի համոզիչ փաստերով ձեզ կողմնորոշի, կտեսնենք, որ իրոք ունեցել ենք հայի տեսակ։ Ունեցել ենք հայի մի տեսակ, որին թուրքը թշնամին հատկապես ուզեցել է ոչնչացնել իր հրեշավոր ծրագրերն իրականացնելուց առաջ անգամ։ Իսկ ինչու? Ինչու պետք է ոչնչանային Սիաբանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը, շատ պարզ պատճառով։ Նրանք ավելի զորեղ էին, քան մի որևէ զորաբանակ։ Իրենց խոսքով, իրենց նպատակասլացությամբ, ժողովրդի վրա ներգործելու բացառիկ կարողությամբ, ուրեմն եթե սրանք ողջ մնային, պետք է կազմակերպեին ինքնապաշտպանություն, ամենից առաջ վերացնել ինքնապաշտպանության բոլոր հնարավորությունները և հավանական կազմակերպիչներին։ Սա է եղել թուրքական ծրագիրը։ Ավելի շուտ սա հրեական, գերմանական ծրագիր էր, որ իրագործում էին թուրքերը նաև քրդերի միջոցով։ Վերջը, ինչ է եղերն հասկացությունը։ Մենք ինչ ենք կորցրել եղերնի ժամանակ։ Կորցրել ենք ոչ միայն բնորրան, պատմական հայրենիք, այլև կորցրել ենք մեր մշակութային հիմքերը։ Եղերնը եղել է ոչ թե ոչ միայն հողի բռնազավթմամբ
եւ մարդկանց բնաջնջմամբ ու տեղահանությամբ, այլև մշակույթի ոչնչացումով։ Ինչու՞։ Որովհետև մեր ոխերիմ հարևանները հրաշալի գիտեն մի բան. ազգային դիմագիծը որոշողը նախ եւ առաջ մշակույթն է։ Առանց մշակույթի կարող են մարդիկ ապրել ինչպես վայրի կենդանիները հոտերով, ջոկերով, խմբերով, ոհմակներով եւ այլն եւ այլն։ Իսկ մշակույթն է, որ մարդու մեջ դասիրակում է ազգային մտածողություն, նկարագիր, հոգեբանություն, տեսակ, հայ մարդու տեսակ, իսկ հայ մարդու տեսակ արդեն դասիրակում էին 900-ական թվականներին ասպարեզ եկած մեր մեծ բանաստեղծները, որոնք էլ 15 թվականի ամռանը զոհ գնացին թուրք դահիճների բարբարոս ցանկություններին։ Դրանցից մեկը Սիամանթոն էր, Ատոմ Երջանյանը, ծնված պատմական Հայաստանի Ակն քաղաքում։ Ակնը երգիչների հայրենիք էր, ժողովրդական երգերի, պարերի, անտունիների, հարսանեկան երգերի ու պարերի մի մեծ շտեմարան։ Եվ երբ որ մենք կփորձենք մեր ողբերգության ու մեր կորուստների մեջ մեղավոր փնտրել միայն ուրիշների մեջ, հենց այդտեղ կսխալվենք։ Մենք պետք է մեր միջին մեղավորներին ճանաչենք, մեր սեփական մեղավորությունը ճանաչենք նաև։ Թշնամին հասկացանք, բա մենք։ Եթե 11-րդ դարում Սենեքերիմ Արծրունի թագավորը Վան վասպուրական աշխարհը չհանձներ բյուզանդական Վասիլ II կայսերը, որը ցավոք նույնպես հայեր ծագումով, կամ Բարսեղ II կամ Վասիլ II, եւ իր 400,000 վասպուրականցիներով չտեղափոխվեր ակնի տարածք, մեր երկիրը չէր թուլանա, չէր քայքայվի։ Եթե նույն 10-11-րդ դարերում արաբները գիտակցաբար մի կողմից բագրատունիներին արքայական թագ եւ ծիրանի ընծայեցին 885 թվականին վերստեղծելով դարեր առաջ վերացած հայոց թագավորությունը կամ պետականությունը, ապա նույն արաբները շատ խորամանկորեն, նրբորեն, Վասպուրականում Գագիկ Արծրունու նույնպես նվիրաբերեցին արքայական թագ եւ ծիրանի, որպեսզի հայ երկու թագավորներ միմյանց դեմ կռվեն մարտնչեն։ Հիմա մենք մեղավոր ենք, թե մեղավոր չենք։ Արաբներն իրենցն են արել, մենք էլ կատարել ենք նրանց ուզածը եւ կորուստներ ենք ունեցել։ Հիմա Սիամանթոն ճիշտ է ծնվել է Ակնում, բայց կրթություն է ստացել Եվրոպայում, սովորել է Ժնևում, հետո տեղափոխվել է Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում, բնականաբար 20-րդ դարասկզբի Ժնևը հայ քաղաքական մտքի կենտրոններից մեկն էր, հայ հեղափոխական դաշնակցության բնօրաններից մեկը Արևմտյան բյուրոյի իմաստով, եւ Ատոմ Երջանյան Սիամանթոն այստեղ էլ հավատագրվում է հայ հեղափոխական դաշնակցությանը։ 1902 թվականին լույս է տեսնում նրա բանաստեղծական առաջին գիրքը, որ կոչվում էր Դյուծած նորեն։ Որպեսզի դուք պատկերացնեք, թե Սիամանթոյի այս գիրքը ինչ արժեք կունենար արևմտահայ իրականության մեջ, նաև արևելահայ իրականության համար, ես կբերեմ մի բնորոշ օրինակ։ Ասեմ ձեզ, որ 50-60-ական թվականներից մինչև 90-900-ական թվականները մի 30-40 տարվա ժամանակամիջոց ոչ արևմտյան իրականության մեջ, ոչ էլ արևելահայ իրականության մեջ մենք որևէ նշանակալից բանաստեղծ չենք ունեցել։
ժամանակ առ ժամանակ բարձրացել է կամ պոեզիայի, բանաստեղծության, կամ էլ արձակի եւ թատերերգության տեսակարար կշիռը։ Օրինակ 50-60-ական թվականներին բուրըն վերել կապրեց բանաստեղծությունը։ Հետո 70-80-ական թվականներին ասպարեզ եկան հազար արձակագիրներ եւ թատերագիրներ։ Արևմտյան իրականության մեջ Հակոբ Պարունյան, արևելահայ իրականության մեջ Ռաֆի, իհարկե նաեւ Պրոշյան, Սունդուկյան, հետո Շիրվանզադե, հետո Մուրացան, Նարդոս, հետո Գրիգոր Զոհրաբ եւ այլն եւ այլն։ Եվ այդ ամբողջ տարածաշրջանում ընդամենը մի բանաստեղծ կա երկու տարածքների համար։ Եվ այդ բանաստեղծով լինի լավ է, Աշուղ Ջիվանին։ Ջիվանին, որ Աշուղ բանաստեղծ լինելով, Աշուղ երգիչ լինելով, նաև հազար բանաստեղծ էր։ Մենք դժբախտաբար դեռևս չունենք այն գիտակցությունը, որ կարողանանք արժանավայել, գնահատել մեր աշուղներին, գուսաններին, մինչև հիմա չենք էլ տարբերակում որն է գուսանը, որն է աշուղը։ Հաճախ մեկին շփոթում ենք մյուսի հետ։ Հաճախ հեղինակներն իրենք են մոլորված, չգիտեն, օրինակ ասենք թե Աշոտը աշուղ է, թե գուսան։ Երբ որ գրում է ով դու գուսան չես իմանում ենք քո սիրած յարը ուր է, այստեղ մտածում ենք, որ Աշոտը գուսան է։ Բայց երբ որ ասում է Աշուղ Աշոտին դու երգիչ դարձրիր, երբ որ Շահենը գրում է իմ շատ սիրելի աշուղներից մեկը, գրում է Գուսան Հայաստանի վերնագրով բանաստեղծությունների ժողովածու, բայց այդ Գուսան Հայաստանի գրքում հանկարծ կարդում ենք Աշուղ Շահենին բանտել ես ու թողել ես ճամփի կեսին։ Այսինքն աշուղի եւ գուսանի տարբերակման հստակ չափանիշներ կարծես թե չկան։ Մինչդեռ պիտի լինեն։ Պիտի լինեն եւ կան, որովհետեւ աշուղները ունեն որոշակի տաղաչափական կանոններ, որոշակի մեղեդիական կարգուկանոն, մեղեդիների մի 2 տասնյակից ոչ ավել քանակություն, որոնց ճշգրիտ անունները չգիտես ինչ են։ Դրանք բանաստեղծական տաղաչափական ձևերի անվանումներն են, թե նաև մեղեդիների։ Օրինակ ով գիտի Մուխամմադը, Ղոշման, Դաստաբեդաստան, Ուչլաման, կամ Դուբեյթը, Դիվանին, սրանք հիմա բանաստեղծությունների անուններն են, թե նաև մեղեդիների։ Սայաթնովան որ գրում էր, թե «Էս Դաստաբեդաստա է, ով որ սորվի օղոր մի ասե»։ Կամ ասենք Աբովյանը, որ ասում է աղասին անի ավերակներում ձեռքը դրեց ճակատին եւ սկսեց երգել այս երգը քեշիշ օղլու գունով։ Կամ նույն Աբովյանը, որ ասում է, թե չունքի գիտեի, թե ինչքան թուրքի կամ պարսիկի պալատումը հունարագետ մարդ, նշանավոր խաղ ասող աշուղը ելել կեսը եւ ավելին հայ են ելել։ Մենակ քյորողլին ու քեշիշողլին բավական են, որ ասածը սուտ դուրս չգա։ Քյորողլին գիտենք, նշանակում է քույրի տղա, քեշիշողլին նշանակում է տերտերի տղա։ Ունեցել ենք 6 քեշիշողլի, որոնց մեջ ամենանշանավորը Դավիթ քեշիշողլին է։ Բայց ով է Աբովյանի ասած քեշիշողլին։ Աբովյանը Վերք Հայաստանի վեպը գիտեք գրել է Թիֆլիսում 1841-ից 45 թվականներին։ Այսինքն 41-ին երկու տարբերակ է գրել, մեկը վաղ գարնանը, մեկը ուշաշնանը, 45-ին Երևանում ավարտել է վերջնական տարբերակը։ Բայց այդ նույն քեշիշ օղլին ոչ ավելի ոչ ոք է, քան նույն Սայաթնովան, որովհետև նույն Սայաթնովան կամ նույն քեշիշ օղլին իսկապես եղել է աշուղական երգարվեստի մեջ 4 հանրահայտ եղանակները ստեղծողը։ Այդպես գիտեն, օրինակ Գարեգին Լևոնյանը քեշիշ օղլու մասին ասում է, որ նա ստեղծել է բոլորի համար հայտնի աշուղական եղանակներից 4-ը, այսինքն 20-ից 4-ը մենակ ինքն է ստեղծել։ Դա հանրահայտ է եւ թուրքերին,
եւ պարսիկներին, եւ արաբներին, եւ վրացիներին։ Բոլորը գիտեն, որ դրանց հեղինակը Քեշիշ Օղլին է, բայց որ Քեշիշ Օղլին։ Երևի Աբովյանի ասած Քեշիշ Օղլին։ Աբովյանը հենց Սայաթ-Նովայի ազդեցությամբ գրել է բանաստեղծություններ։ Քեշիշ Օղլու ազդեցությամբ գրել է բանաստեղծություններ։ Ես կարող եմ օրինակ բերել. Ջանումս ջան չմնաց, որ իմ ահվալն քեզ ասեմ։ Թոփ ու թոփխանա ես շինել, քանդեցիր բուրջ ու բադանս եւ այլն եւ այլն։ Նույն բանն է, եթե Սայաթ-Նովան ասում է Ումբրս երազի պես գնաց ծառս չխերած գիտենակ։ Բութա շախ սանամս դունիս էլ չունի մոչով աչկիլուս եւ այլն։ Հիմա Սիամանթոյի բանաստեղծությունները փոքր մի գիրք էր, ընդամենը 5-6 բանաստեղծությունից կազմված մի գիրք։ Երևանդոտյանը հիշում է, ասում է Փարիզում մի օր տեսա Սիամանթոյին, որ այն ժամանակները Ատոմ Միրզա կկոչվեր։ Հարցուցի Ատոմ, ինչ ջուրին մեջ ես, այսինքն ինչ գործ ես կատարում։ Ասավ Գյուծազնորենին ֆորմաներն են, կտանին Բաղդադյանի տպարան մեքենային հանձնելու։ Այսօր որոշած եմ մտածումներուս Երիվարը ըլլալ։ Այսինքն մտքերս ինքս եմ տեղափոխում տպարան։ Հարցուցի Ատոմ ուր կբնակիս, ուր կապրիս։ Ասավ երկինքեն իջնելիս առաջին հարկը։ Փարիզի վերին բարձր հարկերում էր ապրում, որտեղ երևի թե ամենացածր բնակարանային բարձն էր։ Հիմա ինչ էր բերում Սիամանթոն իր այդ ջուսազնորեն կոչված գրքով։ Որովհետեւ սա հասկանալի է, ես պետք է հիշեցնեմ ձեզ Դանիել Վարուժանի մի բնութագիրը։ Ատոմ Յարջանյանի քերթողությունը վերնագրով բանախոսության մեջ ասված։ Ամբողջ ասում է ժողովուրդը կտնքար բռնակալության թաթին տակ։ Նկատի ունի Համիդյան բռնակալությունը։ Եվ արգելված էին շատ բաներ, հասկացություններ։ Օրինակ, ձեզ հայտնի է, որ Սուլթան Համիդի հրամանով արգելված էր, որ գործած են Հայաստան, Մակեդոնիա, ազատություն, հավասարություն, եղբայրություն, մինչև անգամ չէր կարելի գրել ջրի ֆորմուլան H2O, որովհետև կկարծվեր դրանից, թե Համիդ երկրորդը 0 է։ Չէր գործածվում Օգոստոս անունը, որովհետև Համիդն էր հռչակված Օգոստապար կայսր, Օգոստոս ամսին էր ծնվել։ Եվ այսպես շարունակ։ Դրա համար էլ բանաստեղծության համար իրոք նպաստավոր պայմաններ չկային։ Այդ ժամանակներում թուրք բառեր չէր գործածվում։ Օրինակ ժամանակին պատկերացրեք Աճարյանն ուզեցել է մեկի բանաստեղծությունը հրատարակել միջնադարյան մի տաղերգուի, որի մեջ կա թուրք բառը, թուրքերը։ Ստիպված է եղել տարերի դրափոխություն կատարել։ Փոխանակ թուրքն գրել է ուրդքն, որ կարդաց չես հասկանա ինչ է նշանակում, բայց քիչ թե շատ հասկացող մարդ անմիջապես կհասկանա, որ սա թուրքերին է վերաբերում։ Հիմա Վարուժանն ասում է, թե այդ շրջանում բոլորը կքած էին բռնակալության թաթին տակ։ Բանաստեղծությունը հրապարակներից, ընթերցող լայն շրջաններից տեղափոխվել էր խոհանոց։ Բանաստեղծություն գրում էին խոհանոցում, կերքեին կինը, բայց անոնց երգած կինը ոչ թե մայր եւ սրտերու դավադիր Ռուբենսյան ներուժ կազմով, այլ պուպրիկ մներ, որին երեսը քիչմը որթան կարմիր կսեցին ու երգեցին քնաբեր օրորներով։ Եվ ահա այս ժամանակ էր, որ ասպարեզ եկավ Սիամանթոն։ Այս առիթով է, որ Վարուժանն ասում է, թե Կիկլոպ մնե քերթողը վիթխարի միակնանի։ Ինչ նկատի ուներ Վարուժանը, ինչու Կիկլոպ, որովհետև նկատի ուներ Սիամանթոյի միաբևեր տեսողությունը, որովհետև Սիամանթոն
իր ստեղծագործության գլխավոր նյութը եւ նպատակը դարձրեց հայոց ողբերգությունը եւ որոշեց անպայմանորեն սերունդ դաստիարակել իր բանաստեղծություններով։ Առաջին բանաստեղծությունը հույսին ճամփան վերնագրով հենց այն էր ինչ որ պետք էր։ Սիամանթոն անհույս ինքնակորույս վիճակում սկսում էր հույսից, հույսին ճամփան, եւ սա շատ կարեւոր էր։ Ու անոնք հսկայաձև ռահվիրանները մարմարեղեն հույսին իրենց ակրաններուն տակ դաշույններ տրորել են եւ աչվներեն արհավիրքը արցակելով օրերու քարուղիի վրա ասին ինձի ով դուն երազներու ուխտված սպիտակ տղա եթե կուզես տարապանքը դարերուն համար քանդակ է սակայն մի մոռնար անոր շրթունքները տարփորեն վրեժին ստինքներուն կարկառելու։ Տեսնում եք նոր մտածողություն, թարմություն, վրեժը, նպատակը, հայրենիքը, ուժը, ցեղը, սրանք հասկացություններ խորհրդանշական պատկերներ են, բառ պատկերներ են, որոնք Սիամանթոն գրել է գիտակցաբար գրել է մեծատառով, որովհետև ամեն մեկի մեջ դրել է շատ որոշակի խորհուրդ։ Հետո իհարկե այս գրքով Սիամանթոն հայոց պատմությունն էր հիշեցնում նոր սերունդներին, հայոց արյունոտ ներկան էր հիշեցնում նոր սերունդներին, գալիքի ծրագրեր էր առաջադրում սերունդներին եւ ներկան բնորոշելիս չէր մոռանում ասելու մեր անցյալն արյունոտ, մեր ներկան աղետավոր եւ մեր ապագան անորոշ։ Ուրեմն այս երեք գլխավոր հատկանիշները բնորոշում էին 20-րդ դարաշրջանի երիտասարդությանը, այն ժամանակվա հայությանը։ Ինչու? Որովհետև արդեն նրանք տեսել էին 94-ից սկսված եւ հետագայում պարբերաբար շարունակվող կրկնվող Համիդյան ջարդերը։ 1904 թվականին Սուլթան Համիդը նոր արշավանք կազմակերպեց ամբողջ սասունցիների դեմ։ Եվ ես հիմա հանդգնում եմ ձեզ մի բացահայտում անել, մանավանդ ասենք Կարին ազգագրական համույթը, մեր մյուս ազգագրական խմբերը շատ հաճախ են այսօր օգտագործում մեր հին ժամանակներում ստեղծված ռազմի եւ զինվորի երգերը, հերոսության երգերը, դրանցից մեկն էլ հետևյալն է. դարձյալ փայլեց Սասնագլխին ազատության դրոշակ, կեցցե հայրենիք գոչելով բարձրացրինք աղաղակ։ Երկար ժամանակ ես մտածում էի 60-ական թվականներից այդ տեքստը գիտեմ։ Տեր Աստված, ասում էի, տեսնես ով է սրա հեղինակը, որ ոչ մի տեղ չի նշվում։ Վերջը 2010 թվին գտել եմ։ Հասկացա, որ գրակ տեղած հայ քաջերի բնակավայր դիրքերից սա հանճարի խոսք է։ Սա պատահական ինքնուց ստեղծագործող չի կարող ստեղծել։ Սա հզոր գեղարվեստական մտածողություն ունեցող մեկը պիտի գրեր։ Եվ պարզեցի, որ դրա հեղինակը Հովհաննես Թումանյանն է։ Չզարմանաք։ Ովքեր կասկածում են, կարող են համեմատել Թումանյանի 1904 թվականի հունիսի 19-ին Օշականում գրած էքսպրոմտ բանաստեղծությունը եւ ակադեմիական հրատարակության մեջ տեսնել կամ նայել նրա տեքստային տարբերակները։ Հիմա վերադառնանք Սիամանթոյին։ Նա իհարկե ստեղծում է տարօրինակ, երբեմն արտասովոր պատկերներ, եւ նրա մեծ թերությունն այն էր, որ նա սկսել էր ճաբարտակել, տրաբախոսել, հռետորաբանել, իսկ հռետորությունը, երբ որ չի թրծվում զգացմունքի կրակով եւ չի ստեղծում մտքի եւ զգացմունքի ներդաշնակություն, դադարում է բանաստեղծություն լինելուց։ Սա մի խնդիր է, որ այսօր
երիտասարդությունը հավանաբար դժվար կհասկանա կամ պետք է ջանքեր գործադրի խորությամբ ընկալելու եւ հասկանալու համար։ Գեղարվեստական պատկերը բանաստեղծությունը նախ եւ առաջ պատկերավոր մտածողություն է։ Իսկ գեղարվեստական պատկերի մեջ եթե խոհը, միտքը եւ զգացմունքը չեն ներդաշնակվում, ուրեմն այստեղ անհավասարակշռություն է առաջանում, որը մեծապես վնասում է արվեստին։ Հիմա Սիամանթոյի առաջին բանաստեղծություններում մենք տեսնում ենք այդ մի քիչ վերացականություն, մի քիչ ճոռոմաբանություն, մի քիչ տեսնում ենք իսկապես ճառախոսություն, որտեղ դեռևս զգացմունքները եւ միտքը ներդաշնակ չեն։ Միտքը գերակշռում է զգացմունքին եւ սա ծնում է հռետորաբանություն։ Օրինակ, եթե Ռիգվեդայից վերցնում է բնաբան, դեռ այնքան արշալույսներ կան, որ տակավին չեն ծագած։ Մենք հասկանում ենք, որ սա Սիամանթոն բերել է, որովհետեւ մի ուրիշ կարևոր բան ասի։ Եվ արշալույսները վերնագրով բանաստեղծություն է գրել հենց այս շարքում։ Եվ ասում է, ու դեռ մայրերը կան, որոնք իրենց հուշկու կողերուն մեջ ապագա արշալույսները ծնող երկունքը կապրին։ Ուրեմն միտքը հասկանալի է, բայց չի ներդաշնակվում ընդհանուր հյուսվածքին, մնում է առանձին, մնում է ցայտուն եւ միայնակ ծառի նման անտառի տպավորություն չի թողնում։ Բայց օրինակ ասենք տեսեք կամած, երբ որ գալիս հասնում է միտեղ, երբ որ ասում է թե եւ բոլոր հերկվորները մեր նվիրական հողերուն իրենց երկաթները արորներուն լծած հայոց ադամանդյա արշալույսները կարորեին։ Սա շատ գեղեցիկ պատկեր է, բայց մրցանակ նրան ով կհասկանա։ Կփորձի հասկանալ, կարողանանք մեկնաբանել, բայց ինչու պիտի մեկնաբանենք։ Եթե բանաստեղծությունն այնպես չի գրվում, որ առանց մեկնաբանության հասկացվի, ուրեմն պակասավոր է։ Ուրեմն Սիամանթոյի առաջին բանաստեղծությունների մեջ այս պակասը նկատվում է։ Բայց Սիամանթոն ուներ համահայկական բանաստեղծական մտածողություն։ Եվ արդեն հանգրվանը եւ վաղորդայինը բանաստեղծության մեջ, երբ որ պատկերում է ամբոստացողներու քարավանը, իսկ ամբոստացողներն ովքեր են, մեր ժողովրդի բոլոր զավակները, հին ու նոր ժամանակների, կենթանի եւ մեռյալ։ Եվ բոլոր ասում է մեր մեռյալները իրենց ասում է գերեզմաններեն վերցատկեցան ու սկսեցան պայծառորեն մսավորվել։ Այսինքն մսավորվում են նաև անցյալի մեր նահատակները։ Ու տեսեք ստեղծվում է ժողովրդի հավաքական ամբողջականություն։ Այդ ամբողջությունն է, որ պատտվում է երկրով մեկ եւ գալիս ու Արարատյան դաշտում Արարատների արչև խոնար ծունդր է իջնում։ Ուրեմն տեսեք, սա արևմտահայի մտածողություն չէ մենակ։ Սա պարզապես հայ բանաստեղծի մտածողություն է, որ Արարատը համարում է գերագույն սրբություն եւ ժողովրդի ըմբոստացողների թափորը բնականաբար պիտի խոնարհվեր Արարատի արչև։ Մեծ բանաստեղծներն ունենում են նաեւ ուրիշ հատկություններ։ Դրանցից մեկը գալիքը կանխատեսելու զգալու յուրահատկությունն է։ Այդպես էր Սիամանթոն եւ նրա դարերու վրեժ վերնագրով բանաստեղծությունը, որով սկսվում է հայորդիներ բանաստեղծությունների շարքը։ Սա արդեն բոլորովին ուրիշ որակ է։ Արդեն գաղափարները թրծվում են զգացմունքի կրակով։ Արդեն գաղափարը եւ զգացմունքը հանդես են գալիս միասնաբար, դառնում են ընթերցողի համար անկալելի, ըմբռնելի եւ հասկանալի։ Օրինակի համար կոչը, պայքարի կոչը, որ ուղղված էր հայ սերունդներին, ուներ հետեւյալ բովանդակությունը. եթե կուզեք, որ մեր հայրենիքը նորեն ինքն իր մեջը չփլվի ու չքանդվի, եթե կուզեք, տարոնը, վասպուրականը, կարինը նորեն իրենց երբեմնի փառքը ունենան, եթե կուզեք, դուք զգում եք արդեն, որ այս եթե կուզեկներով սկսվող տողերը ինչ են մեզ հուշում։
հետագայում շատ ավելի ուշ Եղիշետ Չարենցը պիտի սրանից ազդվելով գրեր, եթե ուզեն արևներին նոր տեմ կտան ու նոր ուղի, եթե ուզեն երկինքներից վար կբերեն արեգակներ, եթե ուզեն կամքով արի ու աշխարհի հրով վարված, ինչեր միայն չեն կատարի ամբողջները խելագարված։ Այս ժողովրդական հավաքականության միասնաբար պայքարով նպատակի հասնելու կարգախոսը մեզանում ստեղծել է Սիամանթոն եւ Չարենցը նրա աշակերտն է այս գործով, այս գծով։ Հողին ձայնը բանաստեղծությունն արդեն ուրիշ խորհուրդ ունի։ Հայրենի հողը կանչում է իրենից հեռացած իր զավակներին։ Զավակները հեռանում են, հողը մնում է անտեր, տեսեք ինչքան արդիական թեմա է։ Բայց պարզվում է, որ այն ժամանակներում էլ է եղել նույնը։ Եվ հայրենի հողը իր ավերակե բերաններով դիմում է իրենից հեռացած զավակներին։ Աջապարեցեք, ետ դարձեք զավակներս, աջապարեցեք, ձեզի եմ, որովհետև բոլոր գանգերը պիտի ջախջախվին, բոլոր ամոլները պիտի այրիանան եւ դեռևս խանձարուրին մեջ կյանքին անգիտակ մանուկները իրենց աչվները մահվան մեջը պիտի բանան։ Աջապարեցեք, ձեզի է։ Հետո իհարկե, տեսնելով, որ հայորդիների կարգախոսները ընկալելի են դառնում աստիճանաբար, ինքը Սիամանթոն արդեն նախ հայրենիքի տառապանքը, հայության ցավը, մեր գալիքի նպատակները դարձնում է բանաստեղծության նյութ, այնպես որ ամեն հայի համար դառնա հասկանալի։ Եվ այդ հասկանալիության պատճառով է, որ տեսեք, նա սկսում է բանաստեղծություններ ձոնել իր բանաստեղծություններով ոգևորված մարդկանց, ովքեր ոգի բռին կռիվ էին տալիս թուրքերի եւ քրդերի դեմ։ Ահա դրանք անուններով Անդրանիկ Օզանյան, մի հզոր բանաստեղծություն նվիրված Քաջարի Անդրանիկին, Աղբյուր Սերոբ Վարդանյան, ծանոթ անուն, ազգային հերոս, Մկրտիչ Խրիմյան, էլի ազգային հերոս, էլի ճանաչում եք, գիտեք ով է, բայց մի ավելի կարևոր բան կա, Կախաղաններու կատարեն վերնագրով մի բանաստեղծության մեջ Սիամանթոն պատկերում է մի դրվագ, թե ինչպես են թուրքերը իրենց ձեռքն ընկած հայ ազատամարտիկներին հրապարակավ կախում, ոռնացող թուրք ամբոխի ներկայությամբ բորնոցների եւ ծափարությունների ներքո։ Եվ ակամայից ծնվում է զուգահեռը։ Ժողովրդական երգը կա, չէ՞։ Բանտիս դռներն էին 7 ելքերով, շենքներ ամուր պատած երկաթ քարերով, առավոտուն արին տարին կախարան, շուն թուրքերն էլ դիմաց կանգնած կխաղան։ Ժամացույցս տարին մորս, ախ արավ, չասեք նրան արամ կախվավ, այլ պանդուխտ է։ Երգը կա, բայց Սիամանթոյի բանաստեղծությունն էլ այդ երգի զուգընկերն է, ստեղծվել է նույն տրամադրությամբ, նույն մթնոլորտի ազդեցությամբ, նույն զգացմունքային ուժով։ Եվ տեսեք, կախաղանների վրա բարձացած քաջորդիները ծածավվելուց առաջ, պարանից կախվելուց առաջ, մահվանից առաջ իրենց խոսքն են ուղղում հավաքված թուրք ամբոխին, ոռնացող ամբոխին, Ալլահ ակբար ոռնում են եւ քրիստոնյաներին մորթում։ Սա հայտնի բան է, որ մինչև հիմա էլ շարունակվում է, հիմա էլ տեսնում ենք նույն բանն անում են եզդիների նկատմամբ։ Ինչ է ասածս, ասելիքս։ Նախ Սիամանթոն փորձել է թուրքի ազգային բնավորությունը մեզ ներկայացնել։ Կախաղանների կատարից հերոսներից մեկը, իմիջիալոց պիտի ասեմ, որ խորհրդային հրատարակություններում Սիամանթոյի բանաստեղծությունը հրատարակել են գլավլիտային կրճատումներով։ Ինչու՞։ Որովհետև Սիամանթոն տվել է այն հերոսների անունները, ովքեր դաշնակցական են եղել։
Իսկ խորհրդային հրատարակություններում վերցրեք խնդրեմ հայ դասական գրողներ մատանաշարով հրատարակված Վարուժան Սիամանթով հատորը, այդ հատորի մեջ այս բանաստեղծությունը տպված է խայտառակ կրճատումներով։ Ահա քաջարցիվ պետոն, դերսիմցի քերին, այս անունները չկան, բայց Սիամանթոն նշել է, ընդգծել է նրանց անունները։ Հենց սրանք են, որ թուրք բորնացող ամբոխին են դիմում իրենց խոսքով։ Նախ դուն ետ թավալիր, ով խավարի և ավերի ժողովուրդ, դուն, որ կերեր ես մեր հացը և մեր իսկ տարպնած սուրերը մեր կուրծքին ուղղել, և դեռ քո թեզանիքներեն է, որ իմ հրաշագեղ ցեղիս արյունն է, որ վար կկատկտե։ Տեսնում եք, թե պատկերն արդեն ինչ երանգներ է ձեռք բերում, և հետո այս հերոսներին փառաբանելուց հետո Սիամանթոն այն ողջամիտ և ռոմանտիկ հերոսն է, որի բանաստեղծության մեջ դատապարտվում ենք նաև մենք, ոչ միայն թուրք խուժանը, այև մեր մեջ եղած թույլերը, վախկոտները, դավաճանները, հայրենադավները, հայրենիքի կռվից փախչողները, բոլորը արժանանում են Սիամանթոյի դատապարտմանը։ Եվ նա արդեն դավաճանները վերնագրով բանաստեղծության մեջ բնաբան է վերցրել հենց իր իսկ բանաստեղծական տողը։ Մեռելներ կան, որոնց անգամ ևս պիտի բերցնել։ Սա մտածելու բան է իհարկե։ Սիամանթոն 1907 թվականին հրատարակեց իր հոգեվարքի և հույսի ջահեր գիրքը։ Այս գիրքը արդեն գեղարվեստական նոր որակ էր։ Այստեղ արդեն մենք տեսնում ենք բանաստեղծական կատարելություններ։ Այստեղ արդեն մենք տեսնում ենք մտքի հզոր թռիչքներ։ Եթե նախորդ գրքերում, օրինակ ասենք հայորդիներ շարքում, մենք տեսնում ենք, թե ինչպես է Սիամանթոն միանգամայն նպատակադրված, որպես հայորդու կարգախոս, ասում էր, որովհետև ես եմ, իմ անունս է պայքար և վախճանս է հաղթանակ։ Այս հաղթանակի գիտակցությունը, սակայն աստիճանաբար հռետորաբարությունից իջնում գալիս հասնում է մի կետի, որտեղ արդեն իրողությունն է մեզ ներկայանում։ Ներկայանում է այնպես, որ Սիամանթոն արդեն կոտորածները, ջարդերը ներկայացնում է այնպես, ինչպես ինքը տեսել է։ Կոտորած, քաղաքներ են ներս և շներ են դուրս, բարբարոսներն արյուններով կդառնան։ Ուշադրություն դարձրեք, ես ամբողջը չեմ հիշում, բայց կարևոր տողերը ցայտուն ընդգծված տողերը ձեզ պիտի հրամցնեմ։ Արևադարձային տաքությունը կբարձրանա հրդեհի տրված ազնվական քաղաքներում։ Բարդիներեն վեր արյան շատրվաններ կնշմարեմ և սերունդներ անպատմելի սրածութեն է դարձող։ Մտի կրեք, պատուհաններդ փակեցեք և աչքերնի դալ կոտորած։ Ուրեմն հոգևարքի և հույսի ջահեր գիրքը մի վերնագիր ունի, որ երկու մաս ունի, մի կողմում հոգևարք, մի կողմում հույս։ Հույսը արտահայտում են բանաստեղծություններ, որտեղ դարձյալ կերպավորված են հենց հայորդիներ։ Լավագույն բանաստեղծություններից մեկը, պարզ, հստակ, հասկանալի, զինվորի և բանաստեղծի երևակայական հանդիպումն է։ Ես իհարկե մասնագիտական գաղտնիքների մեջ չեմ ուզում խորանալ, չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել սիմվոլիզմի, Սիամանթոյի բանաստեղծական մտածողության վրա նրա ազդեցության, ռոմանտիզմի հետ ունեցած կապի և առնչությունների, նեոռոմանտիզմի տեսության և այլնի հարցեր այս դահլիճում հնարավոր չէ քննարկել, բայց օրինակ բանաստեղծությունը պետք է հիշել և տեսնել, թե ինչ է նշանակում, երբ որ հայ զինվորը ինքնակամ է մեկնում ռազմադաշտ թշնամու դեմ կռվելու, ինքն է գնում և ոչ թե ուղարկում են։ Ու տեսեք բանաստեղծն ինչպես է մտորում։
Սպասումից և հույսից քաղցրությանը հետ մենակ էի այդ իրիկում և փրկության ու տառապանքին նժարովը հայրենիքին բախտը կկշռեի։ Երբ գիշերվան սարսափին մեջ են հեռակալ տանս դուռը ուժ գնապես բախեցան։ Ներս մտավ, երիտասարդ էր, աչվներուն կայծը երկնքի աստղերեն էր, որ գծորեր, հասակին ծևերը մարմարներու զորություններեն էր կերտված, իր ծանրախող գլուխը սքավոր կիսաստվածիմը արյունոտ սրտին կնմաներ։ Երկար, քովքովի հայրենիքին տառապանքեն կխոսեինք, և մեր տրտում հայացքները հոգի մեղմորեն ճառագայթվեցան, և լամբարիս կապույտ լույսը արդեն արյուններու նման էր, որ վար կտորար, երբ ան հերոսատիպ և ոտքի և ձերքը ձերքիս մեջ ըսավ ինձի. այս իրիկուն հավատքի և հրաժեշտի իրիկունս է ընկեր։ Երիվարս թամբած եմ արդեն, որ կյանքի ու կռվի տենդեն դուրիտ առաջը կվրնջե, և հասակես իվար ամբից սուրսալ մերկ է մերկությամբ գերմարտկային վճռներում։ Ճակատըտ շրթունքիս մոտեցուր հավատքի և հրաժեշտի իրիկունս է ընկեր, և դու սա մակրապայլ թուղթերուդ վրան ցեղին ուժը, ցեղին ցավը բանաստեղծե, ապագա սերունդներուն և մեր անցյալի տխրությանն նվեր, ես որբ մնեմ և ամբոստմը գորուսյալներս պնդրելու կերտամ, մնաս պարյավ, քո երկերետ երկմը դուր ինձի, երկմը ես երկելով կուզեմ մերնիլ։ Այս Սիամանթոն է, որ արդեն 9 թվականի Կիլիկյան ջարդերի ազդեցությամբ գրում է իր կարմիր լուրեր բարեկամես գիրքը։ Բանաստեղծական մի գիրք, որտեղ թուրքական վայրագությունները ներկայացվել են այնպես, ինչպես եղել են։ Եվ ինչ է պարզվում։ Պարզվում է, որ նույնիսկ Սիամանթոյի նման հզոր բանաստեղծի ահռելի երևակայությունը անզոր է պատկերելու այն, ինչ որ թուրքերը գործել են իրականում։ Նույն այս մտահոգությունն էր, որ հետագայում Չարենցին և Շիրազին պարտավորեցրեց, որ Թուրքի էությունը բացահայտելու համար դիմեն պատկերավոր մտածողության բոլոր հնարավոր տարբերակներին և ընտրեն հատկապես այն երանգները, այն կարևոր կողմերը, որոնք առավել հարմար կլինեն ստեղծված ողբերգության տեսանելի և շոշափելի պատկեր ստեղծելու համար։ Եվ սա արդեն բոլորովին ուրիշ գեղարվեստական որակ է, և նույնն է այդ բարձր գեղարվեստական որակի հիմքում դարձյալ ընկած է Սիամանթոյի պոեզիան։ Կիլիկյան ջարդերը տեղի ունեցան 9 թվականի մարտի 31-ից ամբողջ ապրիլի ընթացքում։ Եվ Կիլիկյան ջարդերը իրականացրել են թուրք խուժանի ձեռքով թուրք մոլլաները, թուրք զորահրամանատարները, կազմակերպիչները, մյուս և այլն և այլն։ Չեն հավատացել մարդիկ, որ նոր գահանգեց է արվել Սուլթան Համիդը։ Մի կարճ ժամանակ թուրքական պետության ղեկը անցել է Ռեշադին, բայց դրանից հետո էլ երիտ թուրքերը եկան իշխանության գլուխ, և ցավոք հայերս համագործակցել ենք երիտ թուրքերի հետ, որովհետև մեզ այնքան հեշտ է խաբելը, այնքան սիրուն են խաբել մեր մեծ մտածողներին, Գրիգոր Զոհրաբի նման մտավորականին և այլն և այլն։ Եվ
իրագործել են իրենց գաղտնի ոչիրը։ Երբ Թուրքիայի խորհրդարանում քննարկում էին Կիլիկյան ջարդերի հարցը եւ ուզում էին անպայման Մուստաֆա բեյին ընտրել թուրքական խորհրդարանի անդամ, միայն մի մարդ կանգնեց ոտքի եւ ասաց. ես արյունարբու մարդասպանի հետ մեկտեղ նույն խորհրդարանի մեջ չեմ գնար կենալ, եւ դա Գրիգոր Զոհրաբն էր։ Հիմա այս դեպքը ինչպես է ներկայացրել Գերվանդոցյանը։ Գրիգոր Զոհրաբի դիմանկար ստեղծելիս հիշում է այս դեպքը։ Չլար, ասում է Զոհրաբ Էֆենդին, թերևս Թուրքիա խորհրդարանի մեջ ջարդվող հայերը մեղավոր ճանճեցվեին։ Եվ այդպես էլ է իրականում։ Երկու հանձնաժողով են կազմում, մեկը Պոլսի պատրիարքարանն է կազմում, մեկը կազմում են թուրք պետությունն ինքը, եւ մարդկանց ուղարկում են Կիլիկիայում կատարված դեպքերը արձանագրելու։ Եվ խմբերից մեկում եղել են մեծ ծանոթ Զաբել Եսայանը, որ կառքով, երկաթուղով, ոտքով, գրաստով ջորիով շրջել է ամեն տեղ եւ տեսել է, թե թուրքերն ինչպես են ոչնչացրել բարի կարտադրողներին։ Ամուսնուն Տիգրան Եսայանին մի լուսանկար է ուղարկել Մերսին քաղաքից, Կիլիկիայի Մերսին քաղաքից։ Գրել է սիրելի Տիգրանս, վայրի գազանները իրենց անօթությունը մեղմելու համար է, որ զիրար կուտեն, բայց ահա ծնած է վայրենի բարբարոս ցեղմը, որ մեզի կուտե բացարձակ անգթությամբ։ Նա է այս լուսանկարը, որ քեզի կղրկեմ։ Երկու կողմերում ընդարձակ մշակություններ են, մեջտեղում երիզմը կա, գիծմը, այդ երիզին մեջ այն մշակներու դիակներն են, որոնց սպաննել են թուրքերը եւ այդպես շարել արտերու մեջ։ Իսկ Կիլիկյան ջարդերի մանրամասները իսկապես էլ Սիամանթոն իմացել է իր երկու բարեկամներից, նախ Զաբել Եսայանից, որի հետ մտերմություն էր հաստատվել դեռևս Փարիզում, Արշակ Չոբանյանի բոհեմական տանը հանդիպելու ժամանակներում, եւ մյուսն էլ Սուրեն Պարթևյանից։ Երկուսն էլ գրել են իրենց գրքերը Արհավիրքի օրերին, սա Սուրեն Պարթևյանի գիրքն է, եւ Զաբել Եսայանն էլ իր գիրքն է գրել իր հուշերը տպավորությունները։ Ուրեմն ինչ է պարզվում։ Պարզվում է, որ Թուրքի էության մեջ ամենից առաջ խոսում են նրա ցեղային ազգային մասնագիտությունը, մարդասպանությունը, մարդ սպանելու արժանիքը եւ առավելությունը, որը նրան իր աչքում բարձր է դասում ավելի, քան մնացած ազգությունների պատկանող մարդիկ, ուրիշ տաբանանքների մարդիկ։ Սպանությունը այնքան է հարգի թուրքերի կողմից, որ 80-ամյա ծերունին անգամ, որ չի մասնակցել կոտորածի, ափսոսում է, զղջում է։ Կուր ծերունին անգամ զղջում է, որ չի մասնակցել։ Եղբայրներ ասում է, ես էլ կուզենամ մասնակցել բարիքին, ինձ ալ բաժին մտվեք։ Եվ զինվորականներից մեկը, որ կարողացել է բռնազավթել 16-17 տարեկան աղջիկների, մեկին հատկապես որոշել է իրեն կին դարձնել, բայց վախենում են նրա քաջությունից, նրան տալիս է այս կույրի ձեռքը։ Վայելիր, ասում է, հորս ընկերն ես եղել։ Հիմա ծերունին պատկերացրեք, վերցնում է դաշույնը, շոշափում է կույսի մարմինը, գուրծքը ուր է, ցույց տվեք։ Եվ դաշույնը դնելով հարմար տեղ, երբ որ արյունը ցայտում է թուրքի երեսին եւ կույր աչքերի մեջ, նա սկսում է բացականչել. «Օ Ալլահ», ասում է, «ես արդեն լույսը տեսա»։ Տեսեք ինչով են իմաստավորում թուրքերը իրենց ոչրագործությունները։ Թթնին բանաստեղծության մեջ Սիամանթոն
նկարագրում է մի դրվագ, պատկերում է մի դրվագ, որտեղ տատը սպանված թորանը դիասայլի մեջ նետելուց հետո հանկարծ տեսնում է, որ կտրել են նաև այդ թորնիկի ձեռքով տնկված թթենին, թթենի սալ կտրել են, և հետո ինչպես է եզրակացնում Սիամանտոն, եզրապակում իր բանաստեղծությունը, մինչ մահերու և մոխիրներու մեր դանթեական ճանապարհին ինձ ուղեկցող գերմանուհին մանկանը պես սկսավ լալ։ Այս նույն շարքի բանաստեղծություններից մեկում է պարը բանաստեղծության մեջ, որ Սիամանտոն ներկայացրել է, թե ինչպես են արյունակզակ թուրքերը 20 հայ հարցների մերկացնում, ստիպում նավագացության տակ պարել, քարյուղ են լցնում նրանց մարմինների վրա և ջահիմը պես բռնկեցուցին։ Եվ այստեղ է, որ նույն գերմանուհին Սիամանտոն նրա անունից է ասում, ով մարդկային արդարություն, թող որ թքրեմ քո ճակատին։ Արտահայտությունը այստեղից է սկսվում։ Սիամանտոն այնուամենայնիվ մահերի և մոխիրներու դանթեական ճանապարհով չի բավականանում, նա գտնում է մի դեպք, չորք մարզպանը կամ դորտ յոլը, որտեղ հայերը կազմակերպում են ինքնապաշտպանություն, Սիամանտոն հատկապես այս ինքնապաշտպաններին է փառաբանում։ Դրանց կազմակերպիչների մեջ մի երիտասարդ կա, մի երիտասարդ, որը իր խոսքով կարծես թե քաջալերում է հավաքված խուճապահար հայ մարդկանց, որոնք իրենց գյուղերից փախել եկել են չորք մարզպան և այստեղ պիտի ապաստան գտնեին և համատեղ պայքարեին։ Այդ պայքարն է պատկերված բանաստեղծության մեջ և այս պայքարի մի դրվագը միայն ձեզ ուզում եմ հիշեցնել։ Երիտասարդը քաջալերում է մարդիկներին, կռվողներին, կրակեցեք, որ թուրք խուժանը նահանջ է, կրակեցեք մինչև որ ծովուն վրա քնացող ռազմանավեր նոտար իրենց անդնդախոր քունեն թերևս պաղմը արդննան, կրակեցեք, հաղթանակը մեզի է, բայց ես իմ սրտես զարնվեցա, բայց ես արդեն կմեռնիմ, իմ մարմինս ձեզի պատներ, կրակեցեք, աստեղաբիբ եղբայրներ։ Ես օրինակ ասենք տեսեք, Եղեռնի մասին մենք խոսում ենք և չեմ կարող չհիշեցնել ձեզ, որ հայ-թուրքական հարաբերությունները կնճռոտ, գրեթե չլուծվող մի խնդիր է, որ մինչև անգամ արդեն պետական մակարդակ բարձրացած խնդիր, որը իմ խորին համոզմունքներով սա իհարկե անհատական կարծիք է, այդքան շուտ լուծում չի ստանալու, որովհետև կա, ասենք Հովհաննես Շիրազի մի բանաձև, որ կա հայոց դանթեականը պոեմում, դրա մասին էլ ես խոստանում եմ առանձին ներկայացնել, գրել է պարզապես թուրքն հայի արնից ձեռքերը հանում, Աստծո արցունքի մեջ է լվանում, սրբում սրբիչով ազգերի տված, ցնծում լռությամբ նրանց անաստված։ Երբ որ Շիրազը խոսում է հայոց Եղեռնի մասին, շատ հստակ բանաձևել է, հայոց Եղեռն անդագաղ ու անթաղ է հավիտյան, դիեզերքն է դագաղը Եղեռնամեր հայության։ Մենք միամիտներս կարծում ենք, թե աշխարհի բոլոր քրիստոնյաները մեր բարեկամներն են։ Այնքան միամիտ ենք, որ կարծում ենք, թե և տեսնելով անգամ, որ այդպես չէ, էլ ուզում ենք ներքին թաքուն մի հույս փայփայել, բայց Հովհաննես Շիրազն այնքան է ողջամիտ, որ դեռ հայոց դանթեականը պոեմում գրել է. Քրիստոնյա աշխարհն էլ հեթանոսվել, մահմեդվել, 1000 անգամ է դավել, ոչ մի մեղքը չի քավել։
Ուրեմն Եղեռնի թեման հայ գրականության մեջ, հայ բանաստեղծության մեջ ունի շատ հզոր արձագանք։ Եվ ցավոք այդ արձագանքը նախապես մենք տեսնում ենք Չարենցի ստեղծագործություններում, իսկ Չարենցի ստեղծագործություններում կարող եք երևակայել, որ Չարենցը դանթեական տարածվել պոեմը գրելիս չի հասկացել, որ դա Եղեռն է, որ դա մի ամբողջ ժողովրդի ցեղասպանություն է։ Այդ պատճառով էլ Եղեռն բառը, ցեղասպանություն բառը չկա այդ պոեմում։ Եվ Չարենցին մենք մեղադրել չենք կարող։ Երվանդոցյանը մեզ տալիս է լավագույն բացատրություն։ Երբ որ ակսորում են նրան դերձորյան անապատներ, Օտյանն այս առիթով գրել է, թե իր սկզբնավորության մեջ չէին գիտակցեր աղետին ահռելի մեծությունը։ Չեն իմացել մարդիկ, Չարենցն էլ եղել է կամավոր զինվոր, այն էլ գեներալ Չեռնոզուբովի հրամանատարությամբ Քանաքեռից դեպի Կարս եւ Կարսից Արևմտյան Հայաստան ուղևորվող զինվորների ջոկատներ 6-րդ եւ 7-րդ կամավորական գնդերը զինվորը իրավունք չուներ հրամանատարի ուղեգծից նշած ուղեգծից շեղվելու։ Այսինքն Չարենցը ամեն ինչ չի տեսել եւ Եղեռն բառը չկա։ Դրա համար էլ ասում է ինչու է երազն այս աշխարհավեր կախվել մեր գլխին այսպես կուրորեն, ինչու են սփռում այսքան մահ ավեժ հողմերը այս չար երբ պիտի լռեն եւ ով է լարում այսպիսի դավեժ ու կյանքը դարձնում նզովյալ գեհեն։ Հետագայում իհարկե Չարենցը ավելի խորն է զգում, ամբողջը զգում է եւ գրում ու նրա մարդկային ու բանաստեղծական ողբերգությունը քչերս են գիտակցում, քչերս են հասկանում, միշտ Չարենցին փորձել ենք արժևորել ելնելով նրա հեղափոխական թեմատիկայից, համարել ենք Լենինի եւ հեղափոխության երկիչ եւ քիչ ենք մտածել այն մասին, որ նախ եւ առաջ ազգային մտածողությամբ օժտված մեր մեծ բանաստեղծներից մեկն է։ Եվ մինչև անգամ 18-20 թվականներին գրած ողջագիզվող կրակ շարքի բանաստեղծություններում մենք տեսնում ենք այդ մեռնող կորչող հայրենիքի պատկերը սիմվոլիստական պատկերային մտածողության դրսևորումներում այն էլ այնքան նուրբ, այնքան հզոր, այնքան խոր, այնքան գեղեցիկ, որ ամենափորձառու գրականագետներն անգամ մոլորվել են, շփոթվել են, չեն հասկացել, որ սա սիրած աղջկա պատկեր չէ, սա հայրենիքն է։ Եվ Չարենցյան հայրենիքի պատկերը 10-ական թվականներից սկսած մինչև 30-ական թվականների իր ապրած տարիները միշտ եղել են հզոր, միշտ եղել է առնական եւ երբեմն ողբերգությունն ու ցավը այնքան են տպավորիչ, այնքան են ազդեցիկ, որ Չարենցը չի կարողացել ուղղակիորեն խոսել բուն ողբերգության մասին, կարծելով թե պատկերը բավականաչափ հասկանալի է։ Իսկ ինչ է ստացվում իրականում։ Ստացվում է այն, որ եթե 16 թվականին Վահագն պոեմում նա արդեն փրկության Աստված Աստծո հրդեհի Վահագն Աստծո կործանումն անգամ ընդունում է որպես հայրենիքի կործանում եւ չկա փրկության ուղի ու թերևս սա է պատճառը, որ Չարենցը ընկնում է հեղափոխության հորձանուտը, մտածելով թե հեղափոխությունն է երևի այն փրկության ուղին, որը պետք է բեր ժողովրդին։ Օրինակի համար ասենք, տեսեք, ողջագիզվող կրակ շարքի բանաստեղծություններում կարող եք տեսնել այսպիսի բանաստեղծություն. Հրապտիտ, վարդերի, ոսկեշաղ, մաքուր, գարնանային երեկո է քո մարմինը քույր, երեկո է գարնանային, ուր արևը հիր, մայրը մտնում առնաշաղախ ու կարմիր, ու գալիս է կարծես հերու աշխարից ուրիշ, քո մարմինի բույրը որպես այրված հաշիշ, հովը սուրած, գիշերն ընկավ ու դառնում է ախ, քո մարմինը հրապտիտ վարդերի դագաղ։ Սա կործանված հայրենիքի պատկեր է։ Նույն շարքում մի բանաստեղծության մեջ Չարենցը գրել է. Քեզ խաչել են, այսինքն տեսեք, մենք եթե չգիտենք,
թե Չարենցի պատկերային մտածողության համակարգում այսինչ բառ պատկերը ինչ է խորհրդանշում, մեզ համար դժվար կլինի դրան հասկանալը։ Օրինակ, եթե մենք մտածենք, որ քույրը հայրենիքի այն պատկերն է, որ հետո պիտի դառնա Հայաստան յար, արդեն Չարենցը մեզ համար գրեթե լիովին հասկանալի կդառնա։ Եվ եթե տեսեք այս բանաստեղծության պատկերից, անցում կատարենք մի ուրիշ բանաստեղծություն եւ տեսնենք, որ Չարենցն ասում է, թե քեզ խաչել են ու թքել են երեսիդ, առնոտել են շուշանները երազիդ, բայց քո ճիճը ամոքի չկլսի, եւ զենքերը մեր զվարթ կշարաչեն, որ հառնիքո երազանքը սիգաչեմ, բրոնզե քույրիմ, բրոնզե հարսին երազի։ Հետո իհարկե սրանից հետո պիտի ծնվեր տաղարանը, այստեղ էլ պիտի գրեր 1000 վերք ես տեսել, էլի կտեսնես, 1000 խալխի ձեռք ես տեսել, էլի կտեսնես, աշնան քաղաց արդի նման 1000 զոհերի չհավաքած բերք ես տեսել, էլի կտեսնես, նարեկացի, շնորհալի, նաղաշ Հովնաթան, ինչքան հանճար խելք ես տեսել, էլի կտեսնես, քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան, 1000 վերք ես տեսել, 1000 երգ ես տեսել, էլի կտեսնես։ Եվ արդեն մի ժամանակ 20-30-ական թվականներ, երբ որ հայրենիք բառը գործածելը համարվում էր նացիոնալիզմի արտահայտություն, Չարենցը հարկադրված էր Գանգրահեր տղան չափածո նովելում գալիքի իր երազանքը էլի այլասացությամբ արտահայտել։ Ոլորապտույտ ձգվում էր շոսեն նոր Երևանից դեպի Արարատ, կարծում էր Արարատը կվերադառնա, որքան օրեր են հոսել մինչ գարնանային այս օրը զվարթ։ Եվ վերջապես արդեն գիրք ճանապարհի գրքում եւ գիրք ճանապարհից հետո գրված բանաստեղծություններում, պոեմներում մենք տեսնում ենք այդ մեծ բանաստեղծի իրոք ողբերգական կերպարը եւ սխալված, խաբված բանաստեղծի մեղայականը, որ հնչում է ողբերգականորեն։ Մենք մինչև հիմա դերևս վկա բառը գործածում ենք այդ բառի ժամանակակից իմաստով։ Վկա ասելով մենք ամենից առաջ հասկանում ենք դեպքերի ականատես, իր աչքով կատարվածը տեսած մարդ, բայց վկան նախապես նշանակել է գաղափարի եւ հավատի նահատակ մարտիրոս, վկա դա է նշանակել։ Այս պատճառով էր Վահան Տերյանը գրում որպես խարույկ ելնող վկա պահիր բառ, կամ գրում էր որքան որ ելան արյունիդ ագահ դու կամավոր զող բոլորը տվիր դու հավետ եղար անարատ վկա։ Վկան բնականաբար ոչ ականատես իմաստով պետք է հասկանանք, այլ նախնական իմաստով։ Եվ երբ որ Չարենցը գրում է, թե ինչպես դարեր առաջ վկան նարեկացի քեզ եմ հղում ես ողբս ով արարիչ, ես մեղսավոր քերթողս աստվածարյալ դարի ողջակիզյալ արյունս վարակացին վաղ աղջամուղջն այնքան աղձյալ այգաբացի մայրամուտի փոխվեց արյունալիչ ուր մեր արևն են օր սուզվում արյունալի որպես կարմիր գլուխ գլխատվածի բոր բաճկերում սակայն հավատացյալ բյուրոց ծովացավալ արյան ցոլքը շարայլացին ցոլանում է իբրև ցոլք ցնծության մերո եւ արեգակն էին վերադառնում դարձյալ ու կախված է գլխիս իր ծանրությամբ կարմիր ժամանակը որպես մի արեգնյալ կացին 30-ական թվականների արյունոտ մթնոլորտը եւ ես ահեղ ինչպես նարեկացին եւ զարհուրյալ այնպես եւ մենակյաց զարհուրանքիս հանդեպ անոք կանգնած էլ ում դիմեմ ով տեր արդ քեզանից բացի ես անցացի միայն իմ հանճարի ձայնին ճանաչեցի լոկ նյութն ինքնարարիչ չկամեցա Աստված ես ինձանից բացի վառ երկերս
հղած կարմիր այգաբացին ողբ ու տրտունջ դարձան ու փոխվեցին լացի եւ այնքան դորբ հանկարծ անվերադարձ հանգավ անդրդվելի հավատս դեպի կալիքն անգամ եւ ինձ խոցող ներկան դարձավ անձիր ինչու այսպես անոք ես մնացի այս անոքության մեջ մնացած բանաստեղծն էր որ պիտի հայության գոյատևման հայի տեսակի հավերժացման ամենաճշգրիտ բանաստեղծը խորենացու ժամանակներից սկսած խտացներ մի բանաձևի մեջ ով հայ ժողովուրդ քո միակ բրկությունը քո հավաքական ուժի մեջ է